Արձանագրում ներկայացված որոշումները հաշվառելով նոր է դատարան ներկայացվել, դատարանը պետք է ուսումնասիրի համադրի նախկինում արկա որոշման հետ, ինչպես գիտեք, դատարանը առանձին փաստաթղթի ձևով որոշում կայացրեց, ուղարկեց այն ամենայնիվ դատավարության մասնակիցներին, որպեսզի տարամեկնաբանության առիթ չտա, որ դատարանից կամ այն հանգամանքը դարձել է լրացում կամ փոփոխություն, որպեսզի ավելի հստակ լինի։ Դրա համար դատարանին ևս ժամանակ անհրաժեշտ է որոշում կայացնելու համար նոր մեղադրանք ներկայացրած որոշումները ընդունել կամ չընդունելու, սակայն դատարանին ամենամեկ օրի բավարար էր, սակայն հաշվի առնելով, որ մենք հաջորդ երկուշաբթի օրը դատական իսկ կողմերի հետ համաձայնեցրել էինք, դեկտեմբերի 1-ին նշված օրը դատարանը մինչ այդ ամենայն դեպս այսօր ևեթ թարգմանության կուղարկի որոշումները, որպեսզի հնարավորինս սերտ ժամկետում Խաչատուրով թարգմանած վիճակում դատարանի տրամադրության տակ լինի եւ փոխանցվի ձեզ։ Մինչ երկուշաբթի օրը ամենայն դեպս դուք ծանոթացեք որոշումը շուրջ 1 տարի է նոր որոշմանը գրեթե 80-90%-ի մասով լիավորիսն բոլորը ծանոթ եք, մեկ շաբաթը կարծում եմ բավարար է համար։ Եթե մինչ այդ թարգմանությունը ստացած չեղանք կամ այդ օրվա դրությամբ ստացած եղանք, պարոն Խաչատուրովին դատարանը ևս ժամանակ կտրամադրի իրեն հասանելի լեզվով ծանոթանալու եւ դատալսումները այդ օրը դատարանը իր որոշումը կհրապարակի, կհետաձգենք, եթե սև ժամկետում 2-3 օրվա ընթացքում հնարավոր եղավ ստանալ թարգմանությունը շատ արագ միջոցներ կձեռնարկենք պարոն Խաչատուրովին փոխանցելու համար, ամեն դեպքում դուք արագ դատավարության մասնակիցներ բոլոր սցենարներին պատրաստ եղեք, որպեսզի եթե հնարավոր եղավ մեկ շաբաթում, ինչը քիչ հավանական է, որ թարգմանությունը կլինի, այնուամենայնիվ, եթե ողջամի ժամկետում կամ մյուս օր թարգմանությունը եղավ փոխանցեցին պարոն Խաչատուրովի, երկուշաբթի օրը դատալսումները ցանկացած եղանակով շարունակվելու դեպքում դուք պատրաստ լինեք լրացուցիչ չհետաձգենք, որ այս կամ այն հարցերին անդրադառնանք։ Գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով է դատավարությունը իրականացվում, հաջորդիվ մենք պետք է քննարկենք քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, եթե շարունակենք, եթե դատարանը մեղադրանք ընդունի, սա նախապես ասեմ, որպեսզի չասեք, թե դատարանը որոշում չի կայացրել, մենք շարունակելու ենք քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածով սահմանված հարցերի քննարկմանը, որ դեպքում անհրաժեշտություն եղավ, որ առանձին գրավոր փաստաթղթի ձևով պետք է օրինակ պայմանականորեն բացարձակ ներկայացվի, խնդրում եմ, եթե ունենաք նման միջնորդություններ, պատրաստ ձեզ հետ գաք, մենք կարողանանք արդյունավետ դատալսումներ, եթե դատարանը որոշի, որ ընդունելու է մեղադրանք։ Պարոն դատարան, ես ճիշտ հասկանում եմ, մենք ընթացակարգի փոփոխություն ենք պլանավորում իրականացնենք եւ այս միջնորդության նոր մեղադրանքի փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ասելու հնարավորություն չենք ունենալու։ Պարոն Օրբելյան, ինչ է դիրքորոշում։ Ասեմ, նախորդ անգամ, երբ որ մենք նման փաստաթղթ ենք ստացել, ոչ մեկը չէր կարող ակնկալել դա ինչ տեքստ ունի, համապատասխանում է, չի համապատասխանում, դրա վերաբերյալ դատարանը ինչ որոշում պիտի կայացնի, մենք բոլորս ի սկզբանե այդ փաստաթղթը ստանալուց ենթադրել եւ ակնկալել ենք, որ դատախազը առաջնորդվել է սահմանադրական եւ վճռաբեր դատարանի որոշումներով եւ բացառապես փոխել է մեղադրանքի իրավական գնահատականը։ Հետո վերցրել ուսումնասիրել ենք, պարզվել է, որ այդքան էլ այդպես չի։ Դա ներկայացրել ենք դատարանին, դատարանը նաեւ ենթադրում եմ այդ հանգամանքներն հաշվի առել ինքնուրույն էլ կաներ, բայց դա էլ հաշվի առել է որոշում ընդունել։ Ուզում ենք հասկանանք ընթացակարգային փոփոխության անհրաժեշտությունը, այսինքն եթե ունենք նման փաստաթուղթ, ունեցել ենք նման ընթացակարգ, ինչի եմ ասում ունեցել ենք նաեւ նման ընթացակարգ, որովհետեւ այդ ընթացակարգը ոչ շատ միանշանակ դատավարական իմաստով է դիրքորոշում ենք հայտնել, մենք ունենք ակնկալիք, որ նույն ընթացակարգով պետք է գնանք եւ պետք է բոլորս կարողանանք դիրքորոշում հայտնել, արդյոք պետք է սա հիմա ընդունվի թե ոչ, որի հիման վրա նախագահ դատավարություն կտա կամ թույլ չտա։ Հաշվի առնելով նշված անգամը պարոն Օրբելյան թույլատրել է փոխել արարքի բացառապես իրավական գնահատական այս մասով որոշում կայացրել է, սակայն ներկայացված որոշումներում որոշակի խախտումներ է
նկատել լրացումներ, փոփոխություններ, այդ մասում ժամկետը դրան։ Պատվորները տամ եք։ Եվ հստակ առանձին փաստաթղթի ձևով արձանագրել եք, որոնք են այդ լրացումները։ Հիմա սա նես չի, որ ուղղված փաստաթուղթ, նոր փաստաթուղթ տա լրիվ ամբողջ ծավալով մի քանի հատոր բանով, այդ 3 հատորով։ Հետևաբար սրա մեջ ինչ է փոխված, ինչ չի փոխված, փոխված է, փոխված չի, բացի որ նախագահ, մենք նախորդ անգամ չենք ելել են կանխավարկածից, որ նախագահողը ինքնուրույն է կատարել գրասենյակում կամ ոչ գրասենյակում, մենք դիրքորոշում հայտնելու հնարավորություն ենք ունեցել։ Դեր ասածից ես հասկացա, որ հաջորդ նիստին, եթե նախագահողը թույլատված լինի, մենք ապրելու ենք 311 հոդվածով կամ որտեղ։ Նախնական դատախազությունների ընթացակարգին։ Անկախ նրանից մենք սրա վերաբերյալ դիրքորոշում չենք կարողանալ հայտնել։ Պարոն Օրբելյան, պարոն Արտևանյան, եթե դուք գտնեք այնպիսի հանգամանքներ, մասնավորապես, որ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ պայմանականորեն նշված է պաշտոնական լիազորությունների անցման կատարելի գործողություններ անձնությամբ առաջացել է ծանր հետևանքներ։ Դատարանն արձանագրել է, որ այս պարբերությունը ավել է, այսինքն փաստական հանգամանք է դրածված։ Դատարանը դրել է ուղիղ համեմատի իր կողմից կայացված որոշման հետ։ Բայց եթե ուրիշ բան փոխված է։ Ինչ որ դուք գրել եք դա հետ անել։ Եթե առանցքային ինչ-որ բան պատրաստ լինեք, որ փոխված լինի, դատարանի, բայց լրացիչ նորից դատարանը քննարկող հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն չի ընձեռել։ Եթե դուք ինչ-որ առանցքային բան նկատեք, բնականաբար դատարանը կլսի։ Առաջարկը հետևյալն է, որոշելու վերջում, բայց առաջարկը հետևյալն է։ Նախորդ դատական նիստում մեղադրողին երբ որ ասացի ժամանակ տակ 2 շաբաթ 2-ը բավարար չէ, 24 օր ժամանակ է տրվել, որպեսզի ենթադրաբար ընդամենը մի հատ 301 հոդվածը հանվի, 309 հոդված դրվի կամ 309-ի 3-րդ մաս դրվի։ Հիմա այդ փոփոխությունը տպելով բանով ամեն ինչով 2 շաբաթ ակնհայտ բավարար կարող է լինել, նախագահը տվել ժամանակ, ենթադրում եմ նաև նրանով պայմանավորված, որ հնարավորություն ունենա մի հատել ամբողջական վերանայել եւ հնարավոր է այլ փոփոխություններ կատարվեն կամ չկատարվեն։ Ֆիզիկապես միջապատը 3 հատորը համադրելու համար կարող է բավարար չլինի, դրա համար կընտրում ենք հաջորդ դատական նիստը նշանակել ամսի 17-ին։ Եվ 2 ժամը նախագահ դատավորի համար բավարար կլինի 1-1.5 ժամն է, որպեսզի համադրենք։ Կարող համադրենք դերասանները Ուղղակի թարգմանություն չունենք, եթե ոչ դատարանը 2 ժամը դիպչում եւ իր որոշումը կայացնել։ Դուք կարող եք 2 ժամից ստուգել դերասանցը անել ատե չէ, 2 ժամում։ Բայց արդյոք այլ փոփոխություն կա նախորդից թե չէ, որովհետեւ երկրորդ կետով ունենք։ Կարող է ոնց որ ձեր ասածները հանեն, ուրիշ բան ավելացնեն։ Հիմա այդպես կհամոզվեմ, որ ուրիշ բան չի ավելացնում։ Լավ, եթե նման խնդիր նկատեք, կարձագանքեք, Բայց մենք